Սիրելի հայրենակիցներ, այս պահին Տոլստոյ Նարդոս փողոցների խաչմերուկում եմ գտնվում, աղբամանների հարակից տարածքում, ես հիմա ցույց կտամ տարածքը, այստեղ մի քանի օր է, որ գոյուղագիծը վթարված է, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխող քաղաքացիական պայմանագիրը իր մյուս կոալիցիոն եւ կուլիսային գործընկերների հետ համայնքային բյուջեից 327 միլիոն դրամ է հատկացրել գոյուղագծերի ընթացիկ վերանորոգման, սպասարկման եւ հրատապ խնդիրները տեղում կարգավորելու նպատակով, մինչդեռ այս պահին խնդրեմ, տեսեք, արձանագրում ենք այս վիճակը, կներկայացնեք։ Սա արդեն երկար ժամանակ է, մի տարուց 2 տարի է երևի ավելի, այս վիճակն է գալիս են իբր մաքրում են, չգիտեմ ինչ են անում, հետո նորից նույն բանը կրկնվում է։ Լավը լիմանձրե բանա գալիս, գոնե մի քիչ մաքրում է, ահաբուր է հոլը դառնում, ոչ կարողանում ես գնալ, ոչ գալ, մարդիկ թռնելով են անցնում գնում գալիս։ Վերջապես ինչ ա լինելու, երբեն իսկապես սարքելու, Աստված գիտի։ Ահազանգել եք, տեղեկացրել եք։ Ինչքան, ջն 1:85-ով են զանգել, հրատապ գծվել են զանգել, ինչպես ասած զանգել են, զանգելուց էլ օգուտ չունես, որտեղ զանգում ես, հա, գալիս են, սարքում են, բան չունեմ ասել, բայց իբր այդ վաղ մաքրում են, բայց էլի ջուրը հիմնովին լուծում չեն տալիս, վերջնական լուծում չեն տալիս եւ արձանագրենք, որ նմանատիպ խնդիրը էպիդեմիոլոգիական վտանգի խնդիր է այս պահին, որովհետեւ գոյուղագծի ողջ պարունակությունը ասֆալտով անցնում է, իսկ ասֆալտով այս պահին մայթով երթևեկում են, մարդիկ են գնում գալիս եւ սա արդեն էպիդեմիոլոգիական լուրջ վտանգ է հանդիսանում, իրենից ներկայացնում, այնպես որ պատկան մարմինները պարտավոր են այս մասին մտածել եւ մենք արձանագրենք, որ օտարազգրի մեր հյուրը արդեն անցավ այս տարածքից հերթական անգամ ՔՊ-ի դեմքը տեսնելով եւ մեր հայերիս էլ հարիշ չէ, որ մեր փողոցներում նմանատիպ տեսարաններ են ունենում։ Սա էպիդեմիոլոգիական լուրջ վտանգ է, դուք ճիշտ